Բարիգեսոր սերներ, Պարկուդան գաստով, որ շապատ միևս տերը մեզի գյանք տվավ, նոր սերդողություն մը բիդի ասկսինք, ասիարամսյակին, սերդողության անուն է աջ ունենալ աստծո հետ մեր հարաբերություններուն մեջ։ Ինչպես կրնանք մենք աջիլ, անցյալները մեկը գսեր, որ շատ լավ է, երբ որ վերեստին ծնտյան մասին գխոսինք, վերեստին ծնանք, աջը ուր է, պետք է աջիլ, քաջատ չես կնալ գենալ, պետք է աջիս, ուրեմն աղոթենք, երկնավոր հայ շնորհակալ ենք քեզ մեծ, որ քու խոսքդ մեզի գուդաս եւ Սուրբ Հոգին ալ գուդաս, որբեսի անիգա մեզի բացատրե, կխնդրեմ, որ հիմա մեզի Սուրբ Հոգիով առաջնորդես, մեր միտքը փանաս, մեր սիրտը փանաս, որբեսի հասկանանք եւ ընդունենք քու խոսքդ եւ մեր կյանքերը դարբերություն ունենան։ Հիսուսի անունով խնդրեցինք, փառքի համարը, ամեն։ Ուրեմն մեր սորվերիկ համարներ Հովաննու 15-րդ գլուխ 9-րդ համար։ Ինչպես հայրը զիս սիրեց, ես արծես սիրեցի, իմ սրույս մեջ հաստատ կեցեք։ Շնորհակալ եմ։ Ինչպես որ հայրը ինձ սիրեց, զիս սիրեց, Հիսուսը ասե որ հայրը իրեն կսիրե։ Այնպես ալ ասե ես ձեզի սիրեցի, աս սիրո մեջ հաստատ կենանք։ Ինչպես պիտելանք։ Ինչպես կրնաս նկարագրել քու հարաբերությունդ Աստծո հետ։ Եթե հարցների կլամն է, արդյոք քու հարաբերություն կենսունակ է։ Ամուր է հարաբերությունդ, ուրախ ես։ Արդյոք հարաբերությունդ առաջ երթալու համար ժամանակը հատկացնես, Աստծո խոսքը գարթալուն, աղոթք կնելուն, որ չափ ժամանակ կուտաս։ Ասանք հարևանցի կանցից, չէ որ ժամանակ ունես։ Արդյոք մղում մգա քո մեջդ ուրիշներուն հետ բաժնեկցելու Աստծո խոսքը, ինչ որ գսորվիս, ինչ որ կհասկանաս։ Եվ քու ունեցածդ հարաբերությունը Աստծո հետ ուրիշներուն հետ գնաս բաժնեկցիլ։ Թե ընդհակառակը ժամանակի ընթացքին քու հարաբերությունը թույլած է եւ թույլ դգար մեկը եղած ես այլևս, այչապալ ամուր չես եւ ինչպես որ Աստվածաշունչը գսե քախ չես։ Հարցում մգա գսե ինչ կխորիս թե հրեշտակները քեզի նայելով ինչ կմտածեն թե ինչու մենք չենք ապրիր Հիսուսին եւ մեր ազատողին եւ մեր փրկիչին հանդեպ մշտական հիացմունքի մեջ։ Ասանք, վերանից բաց, ամա, ինչ լավ է Տեր Հիսուս քեզի այդ կյանքը։ Հրեշտակները կզարմանան ասոր վրա, քանի իրենց համար ադիգա հիացմունքի բան մնե։ Ամեն օր սուրբ ես գաղութեն Աստծո գերքեն։ Այսանք քաղցած անոթի ծառավ սիրտերով եւ անհամբեր միտքով, որովհետեւ ավելի ամեն օր ավելի մոտ լանք Աստծո։ Եվ իսկապես որ Աստծո հետ մեր հարաբերությունը կփոխեն ամեն բան հոս եւ հավերժության մեջ որ պիտի կա։ Ինչ կմտածես կսեի, արդյոք Հիսուս ինչ պիտի սեր այս ժամանակվա մեջ քու հարաբերության համար, թե ինչ տեսակ հարաբերություն ունիս իրեն հետը։ Գնալա, որ հիմա ավելի զորավոր հավատք ունիս, ավելի զորավոր հարաբերություն ունիս, քան թե առաջ էր։ Լավ է անիգա։ Ուրեմն Հիսուս ինքը կներկայացնե, թե ինքը ով է, կսե որ ես հավատարիմ ու ճշմարիտ վգան եմ Աստծո առաջնորդության սկիզբենյան ինքն էր։ Կարդանք Հայտնություն 3-րդ գլուխ 14-ին 17 համարները, 3 համարներ։ Եվ Լավոդիկեի մեջ եղած եկեղեցին հրեշտակին գրել։ Այսպես կսե ամենը հավատարիմ ու ճշմարիտ վկան Աստծո արարածներու սկիզբը։ Գիտեմ քո գործերը, որ ոչ պաղ ես ու ոչ տակ։ Երանի թե պաղը լայր կամ տակ, ուստի դու որ գարջ ես ու ոչ տակ ու ոչ պաղ, քեզի բերնես դուրս պղսելու վրա են։ Քանզի կսես, ես հարուստ եմ ու մեծա եւ բանի մկարող չեմ, բայց չես գիտեր, թե դու խեղճ ու թշվառական ես եւ աղքատ ու կույր ու մերկ։ Այո, շնորհակալ եմ։ Ուրեմն Հիսուս բամը ունի ասելիք վերջին ժամանակվա եկեղեցին առաջությամբ, Լավոդիկեի եկեղեցին գսե որ ինչ է իրեն վիճակը, իր հարաբերությունը Աստծո հետ ինչ է, քախ չէ։ Գսե ոչ տակ ես, ոչ պաղ։ Պաղը անե որ երբեք Աստծո մասին հետաքրքիր չէ, ոչ գիտե,
իրեն համար Աստված գոյություն չունի։ Դա քնալան է, որ Աստծո համար ամեն ինչ կուզենել, իր կյանքը նվիրած է, գվստահի Աստծո իր կյանքը։ Բայց քաղճը անը որ Աստծո մասին գիտե, բայց չուզեր այդ ճամփայով քալել։ Հետաքրքրությունը քիչ է։ Եվ ադիգա ամենեն քեշն է։ Քանի որ քեզի մի փսխեմ գսե, ոչ լավ ես, ոչ էլ համդ լավ է, անհամ բան մնես, չեմ ուզեր։ Օրինակի համար, ինչպես մենք քաղճ կնանք կլալ, մենք կխորենք, որ բանի մը գարիք չունենք։ Օրերը շաբաթները գաստի, երբեմն փոքր ժամանակ մը կդրամատենք Աստծո։ Ինչպես որ մենք երբեմն խնդալով գսենք, որ մեգուն գսես եկեղեցի գերտաս, այո գսես զադիգ է զադիգ։ Մեմը Քրիսմասին գերտա, մեմը զադիգին գերտա եկեղեցի, դարին երկու անգամ, կամ ադիալ գա չերտար։ Ադի բավարար չէ։ Մենք շատ զորավոր գերբով գարիք ունենք Աստծո հետ քալելու, ամեն օր, ամեն վայրկյան նույնիսկ, այո։ Ուրեմն գոչ կնե, որ հիմա որոշում գայացնես, համարձակ եղիր եւ որոշում գայացուր, մի վախնար, քաջ եղիր, Աստծո հետ քեզի համար միշտ լավ է։ Մի վախտար քեզի քեշ բան բիլա, հագարակը լավ բիդլա քեզի համար։ Աստված քեզի փրկողն է քանի որ։ Ուրեմն ինչ խորհուրդ կուտա Հիսուս մեզի 18 եւ 19 համարներուն մեջը, ով ունի։ Այո։ Քեզի խորհուրդ կուտա։ Ինձ դրագի մեջ փորձված ոսկի ծախու առ, որպեսի հարստանաս ու ջերմակ անտեսներով դի ակնիս, որպեսի ու ամութալի ներգությունը չերևնա և աչկերուս դեն իր որպեսի տեսնեն Թեղ տնեն, այո։ Շնորհակալ եմ։ Ուրեմն աստեղը փոխանակություն մգա։ Ինձ մենք գսե գրկնագի գրագի մեջ այրած ոսկի ինչու համար գրկնագի գրագի մեջ գսե, քանի որ որչափ գրագի մեջ է ոսկին երթա աչափ կմաքուրնա։ Ավելի գարժեքավորվի։ Ուրեմն փոխանակություն անը մեր անդարբերությունը իրեն ոսկին հետը։ Անդարբեր ես եկուր ինձ մե հետաքրքրություն ար։ Մեր մերգությունը իր ջերմակ հանդերձներով գսե։ Մեր գուրությունը իր աչքին պալասանի պես կամ քսուկ մգա աչքիդ վրան գտնես, որպեսի աչքդ փուժվի։ Ադոնք առ ինձ մեգս է։ Ինչ անիգա, Աստծո աչքով նայել քու կյանքիդ ընդհանուրին։ Աստված կուզե, որ մենք հարուստ լանք։ Ուրեմն գուզե ծածկել մեզ իր կատարյալ արդարության սկեստով, գցանկապացել փանալ մեր աչքերը, որպեսի ճշմարտությունը տեսնանք եւ մշտական հարաբերության մեջ մնանք իրեն հետը։ Եվ ասոնք ամենը ինքը մեզի գարաչայի, կամ մենք մեզի չենք կնարնել, մենք մեզի չենք կնար փոխել, մենք մեզի չենք կնար լվալ, մաքրել, սրբել, չենք կնար անիգա անել, բայց ինքը գնա անել։ Եվ միայն գնա այն ժամանակ, երբ որ մենք ուզենք, երբ որ մենք միայն մեր գամքը թույլ տա իրեն որոնենք, հրավիրենք իրեն, միայն այդչափ է։ Հիսուսը գսե, որ ինքը որում որ գսիրե, գհանդիմանեմ եւ գխրադեմ։ Ուրեմն նախանցախնդիր եղի եւ ապաշխարե 3:19 Երբևէ մտածել եք որչափ հեշտ կլներ Հիսուսի համար բոլորովին հրաժարվել մարդկությունեն։ Ինչպես որ նոյին ժամանակ միայն 8 հոգի ցկեց, բայց կնան ադիալ ոչնչացնել եւ նորը սկսել դարբեր ծևով։ Բայց ինքը քնած ցավոտ ճամփայեմ անցավ, խաչին ճամփայեն անցավ, որպեսի մեզի փրկություն բերե։ Ուրեմն ադոր համար աչափ խորն է իրեն սերը մեզի հանդեպ։ Որչափ որ իրեն ցավը զորավոր է խաչին վրա, աչափա իրեն սերը զորավոր է մեզի համար։ Եվ մեզի գհանդիմանե մեր ներկա վիճակին համար։ Գսե որ քաղճ մի ալար, քաղճը լավ չէ։ Ես կուքամ անոր մոտ երբ անիգա ինձի պետք կլա ասեսնե, ադիգա առաջ չերտար։ Երբ որ պետք ունի մայնադեն Հիսուսի կուքամ, երբ որ պետք չունիմ աշխարհը գերտամ, այդպես չլար։ Ինչպես կնաս անանք ամուսնություն ունենալ։ Կնաս երբեմն դիկնոջդ հետ կամ երբեմն ամուսին հետ ուզած այն
ամուսինդ կլա ուզարել ամուսին չլար ուրիշին էլ գերտաս ադիգա այլևս ամուսին չլար երբ որ մենք խոստանանք Հիսուսի հետևին մենք իրեն հետ ամուսնական գաբի մեջ մտածենք կարծես չէ մենք իրեն հարցնենք եւ ինքը մեր փեսան է որ պիտի կա որպեսզի մեզ երկինք տանի բայց ինչպես կնաս աբաշխա եթե չես խորիր որ փամը սխալ է քեզի հետ ինչպես սխալը կնաս տեսան եթե Աստծո խոսքը չի գարտաս Աստծո խոսքն է որ կգարտաս երբ որ քեզի գսե ինչպես որ Դավիթ թագավորը գսե որ քննե ինձի եւ դես թե ինչ կա իմ մեջը սխալ որպեսզի զոբայ մշտիգով մաքրե գսե ինձի դես որ գսե եկուր ինձի որպեսզի տեսած որ դու թշվառ ես ողորմելի աղքատ կուր եւ մերկ քային տեսակ բան կա մեր վրան Հայտուն 3:20 ով ունի Ահա ես դուրը կայներ եմ դզանեմ Եթե մեկը իմ ձայնս լսե ու դուրը բանա անոր քո պիտի մտնեմ եւ անոր հետ ըմճի պիտի անեմ անավ ինձի հետ անգոր կհաղթե ինձի հետ իմ աթորս պիտի նստե ինչպես ես հաղթեցի ու իմ հորս հետ անոր աթորը նստա Ամեն Ուրեմն մեզի ընտրիքի կհրավիրե Հիսուս Գսե եկուր ես քեզ հետ կուզեմ ընտրել բայց թուրը բեղմորեն թուրը գզարնե թուրը փանալով նես չի մտնար չի զորեր ինքը իրեն մեր վրա չի ստիբեր այլ խաղաղությունով գուկա գսե որ թուրը գզարնեմ բաց եթե գուզես ես ներս գուկա միասին գընտրենք միասին գճաշենք Ուրեմն Հիսուս սիդի թուրը գզանե, կգանչե եւ մենք պետք է գիտակցաբար ընտրություն ունենք մեր սիրտ անոր արչեւ փանալու համար Ուրեմն ինչպես կնա խաչին նայելը եւ անոր նշանակության մասին խորիլը մեզի մղե որովհետեւ մենք կընենք այդ ընտրությունը այդ Հիսուսի հետևելու ընտրությունը մեզի է որ իրեն հետևենք Մեր անդարբեր վիճակը նկարակտեն դեր Հիսուս կսե որ մեկ փամը պետք է հաղթահարե մեկ փամը գա որ պետք է հաղթահարվի կսե հաղթողին թույլ կուտամ նստել ինձի հետ իմ քահիս վրա ինչպես ես հաղթեցի իմ հորս հետ անոր քահը նստեցա Կարդացինք ադիգա հա այո Ուրեմն հաղթողին փանգա վարձկա Հաղթողին վարձք մգա, բարապտեղը չես վազեր, հավենական կյանք ժառանգելու համար եւ ադիգա երևակայություն չէ, իրակայություն է։ Եթե գհավատաս որ Հիսուս մեռավ եւ հարություն առավ, հավատա որ թունալ օրը քեզ երբ որ Հիսուս կա, քեզի հարություն անել բիդա։ Այսօր համար մենք ամենս մեծ պայքարի մեջ ենք, թշնամին հետը, միշտ պայքար ունենք մենք։ Սատանան միշտ կուզե որ մենք մեզի խափե, մորցնե Թուլցն է, որովհետեւ Հիսուսի հետ այդ հարաբերությունը չունենանք։ Ինչպես որ մեկը գուքա եւ քեզի սուտ բաներ գխոսի դիգինիտ կամ ամուսիտ մասի, որովհետեւ քո հարաբերությունը բաղեցնե։ Գասկաս կտնե քո հարաբերության մեջ։ Սա ճիշտ նույնը գուզե մեզի Հիսուսի հետ ունեցած հարաբերության մեջ գասկաս տնել։ Քանի որ Հիսուս մեռավ մեզի համար Հիսուս արդեն հաղթեց մեղքին եւ անոր բադիժը, մեղքին բադիժը մահ է։ Ինքը հաղթեց այդ մահին եւ մեզի ագրավիրը ադինելու համար։ Ուրեմն հոս յետ նայելով, ինչպես Աստված տարբեր իրավիճակների մեջ կհամագործակցի մարդոց հետ, օրինակի համար, ծննդոց 2:7 հողե շինեց մարդը եւ անոր հետ ուզեց անոր ժողովուրդներուն իր շունչը փչեց, որովհետեւ մարդը կենթանի հոգի ըլլա, կենթանի մարդ ըլլա։ Աչափ մոդիկ եղավ, իրեն շունչը մեզի դրավ եւ մենք հիմա որոշ շունչ ունենք, Աստծո շունչը ունենք։ Մինչեւ որ իրեն շունչը եդ իրեն չի դանք, մենք ողջ մարդիկ ենք, կենթանի մարդիկ ենք։ 3:8-10-ին մեջը անոր ցայնը լսեցին եւ բահվդեցան։ Ինչու վախցան, քայլ մեղ կործեցին։ Այդ հարաբերությունը գդրվեցավ։ Այդ քեղեցիկ հարաբերությունը գդրվեցավ։ Ծննդոց 5:24-ի մեջը Ենով կսե Աստծո հետ քալեց եւ այլևս չեր գտնվեր, ինչու չեր գտնվեր։ Աչափ սերդ էր
Ենովքին հարաբերություն Աստծո հետ, որ երկինք տարավ Աստված Ենովքը։ Չմեռավ, Ենովք մահը չճաշակեց։ Մեկ անգամ է երկինք գնաց։ Քանի որ շատ զորավոր սերտ հարաբերություն Աստծո հետ։ Ծննդոց 6:13 Նոյն ասա, որ բոլոր մարմիններուն վերջը հասած է, բայց քանի որ Նոյ Աստվածավախ եւ արդար մարդ էր, Աստծո հետ հարաբերություն ուներ, ինքը եւ իր ընտանիքը Աստված փրկեց նավուն մեջը տնելով։ Ջրհեղը չի եցուց։ Խնդիրները չի թատրեցան, բայց իրեն փրկության միջոցը եղավ, ազատեցավ։ Ծննդոց 12:1-4-ի մեջ Աբրահամին գսե ելիր քու երգիրետ։ Աբրահամը տեսավ, որ իր սիրտին համեմատ մարդ մներ, անաստվածներուն մեջ են կամ բազմաստվածներուն մեջ են։ Աբրահամը ընտրեց եւ դուրս հանեց, որպեսզի իրեն ստորվեցնե հարաբերություն մշակե իրեն մասին։ Ավելի խորը ձևով։ Ելից 34:29-ին մեջ գսե, որ Մովսես երբ որ լեռնեն իջավ, դասը բադվիրանքներ դվավ, իրեն երեսը մաշկը գփայլեր, այպես որ պետք է շղար մտներ արջևը։ Մարդիկ երեսին չէին նայել, աչա որ հարաբերությունը Աստծո հետ զորավոր է, որ Աստծո լույսեն իր մեջը եկած էր եւ Աստծո լույսը գճարակեր իր երեսեն։ Անգախանփային թե Աստված ֆիզիկապես կքայլե իր զավակներուն հետ է, բարձրապես խոսած է անոթ հետ, ճշմարտություն այն է, որ միշտ կփափակի մոդը լալ մարդկությանը, իր ստեղծածին, ինչպես թոր թունգուզես միշտ քու երեխայդ քովը լալ։ Երեխատ կսիրես, կուզես միշտ քովը լալ։ Աստված կցանգա մեր քովը լալ։ Երեմիայի մեջ կսե դերը վաղուց երևցավ ինձ եւ ասավ հավիտենական սիրով սիրեցի քեզ եւ անոր համար ողորությամբ քեզի թեպի ինձի քաշեցի եւ քեզի գրգին պիտի գառուցեմ եւ դու պիտի գառուցվիս քեզի բիշինեմ Biçi ցիկեմ որ ավերակ մնաս։ Ուրեմն Աստված կփնտրե քեզի եւ գցանգա ավելի մոդը լալ, ան գցանգա գառուցել եւ վերագառուցել ծեր հարաբերությունները, մեր հարաբերությունները։ Եվ եթե աս հարաբերությունը չի վերագառուցվին, ադի մեր մեղքն է, Աստծո մեղքը չէ։ Երբ որ մեկ Աստծո հերու գաբրի, ադի անցին մեղքն է, անցին հանցանքն է։ Ուրեմն Հովաննու 15:11-ին մեջ գսե որ ես եմ ճշմարիտ որդը եւ ինչպես գիտենք որ եթե ճյուղը որդին վրա հաստատված չլա կչորնա ուրեմն հաստատուն լալ կամ մնալ բնակվիլ abide parն է այսինքն միասին լալ գապված լալ միապանության մեջ լալ Խաչին արջև գայնաց Հիսուսը ոչ միայն գնկդի այս մնալու անչափ մեծ կարևորություն, այլ բարձ եւ հստակ կբացառի անոր կորսնական գոմը մեր կյանքին մեջը։ Օրինակ Հիսուս որդադունգն է, մենք ճյուղերն ենք։ Անոր հետ մնալու արդյունքին մեջը մեր ճյուղերի վրա բդուղ գաջին։ Եթե ճյուղը որդադունգեն գդրես, կչորնա, բդուղ չի գնալ։ Բայց երբ որ բդուղը որդադունգին վրա հաստատ է, բդուղ կուտա։ Եվ եթե ճյուղեր կան, որ չոր են եւ բդուղ չեն, անիկը գդրեն, մեկում գտնեն, որովհետեւ մյուս ճյուղերը կամ մնացած ճյուղը լավ բդուղ դա։ Ուրեմն, երբեմն մեզի գտվա թե գսե մենք վրան հաստատված ենք, բայց բդուղին բացակայությունը կցցնե, որ մենք չորցած ենք։ Մենք քրիստոնյան անպայման բդուղ պետք է ունենա, Սուրբ Հոգին բդուղը եւ հոգեվոր բդուղներ պետք է ունենա։ Մենք շատ անգամ կփախվենք մարդահրավերներով, նեղություններով, դժվարություններով, ցավոտ բաներով, ուրեմն բդղաբերությունը կհաստատի թե ովքեր ենք մենք, աշակերտ ենք, մենք բդուղ կբերենք Հիսուսին, ոչ թե ինքներս մեզ, փառք բերելու համար։ Հիսուսի մեջ մնալ նշանակե պահել անոր բադվիրանքները, որոնք անիկը անշախնդիր սիրո գեղեցիկ բնավորության արտացոլումն են։ Հիսուսի բադվիրանքները մեզի համար լավ են։ Օրինակի համար Որևէ մեկ պատվիրանք ար, կրնաս տեսնա, որ անոր լավը ինչ է քեզի համար։ Ամենը շատ լավ են մեզի համար։ Նախ կցցնե, որ Աստված ով է, թե մենք ուրդեղեն եկանք, եւ վերջը մեր հարաբերությունը մարդոց հետ ինչպես լա, որ մենք լավը լանք։ Ուզես որ մեկը քեզի սուտ խոսի։ Չես ուզեր, ինչու համար դու սուտ պիտ խոսիս։ Ուզեր որ մեկը քեզ մեկ կողնա։ Չես ուզեր, ինչու համար գուզես դու ուրիշ են կողնաս, օրինակի համար ասիկա։ Աստծո բադվիրանքները ամենաշատ լավ են։
Քանի որ ասիկա Աստծո սերն է, որ գահարդայի դվի այդ բادվիրանքներու միջոցով եւ անոնք կսե առաջի Հովանու 5:3 անոր Աստծո սերը այս է, որ բահենք անոր բادվիրանքներ եւ անոր բادվիրանքները ծանր չեն։ Դժվար չէ անոր բادվիրանք անելը։ Հատկապես երբ որ իրեն գհուսաս, հեչ մեկ բادվիրանք խախտելու առիթ պետք չէ ունենաս։ Երբ որ Հիսուսի մասին կմտածես, ադիգա շատ հանգիստ կնաս, հեչ պետք չունես սուտ խոսելու։ Երբ որ Հիսուսի հետ հանգիստ կքալես, ինչու համար պետք է սուտ խոսես։ Ինչեն գվախտնաս։ Մարդեն գվախտնաս։ Երբ որ Աստծո վախտնաս, մարդեն վախտնալու պետք չունես։ Հա։ Այո, մարդեն կքաշվի ասելով։ Ամոթ է։ Քեզի բարձր գծախես, արդեն շուտ կխոսես։ Այո։ $50 ունես, այնպես մգցնես, որ 3 միլիոն ունես։ Ահա, քեզ գծացած։ Հիսուս մեզ ամեն մեկուս կսե, ինչպես հայր ինձ սիրեց, այնպես ես ձեզ սիրեցի, մնացեք իմ սիրուս մեջ։ Քրիստոսի մեջ մնալ երբեմն գնա ամենաթժվար գործերեն մեկը թվալ։ Ասի միայն գտվա։ Երբ որ մենք կյանքին մեջը գինանք, ամեն բան մեզ կքաշե կյանքը իր հոսանքին մեջը, գտվա թե ադի շատ դժվար է, չափազանց դժվար է Աստծո հետևել, անոր երևեն երթալ։ Ամենամեծ փերը գտվա, հատկապես երբ մենք գճնշե քեզի կորցե բարդացել, որ Հիսուսի հետևիս։ Մեկը ստիպե, քեզի ստիպավ չես կնա Հիսուսի հետևել, եթե մեկը ստիպե, չստիպվիր, ադիգա ատեսակ կրոնքը գսե դաժանագիր աշխատանք կլա, ստիպված ես անելու։ Քանի որ ամբողջովին գվիապերվի արդակին գործողություններ, ոչ թե սիրտին։ Ոչ մեկ բան ավելի հեռու գնալալ այն բանեն, թե ինչ Աստված կուզե մեզի համար։ Աստված կուզե հարաբերություն, որը հիմքը փոխադարձ սեր է։ Ոչ միայն կանոնները, ընդյալ հարաբերություն, ուր նախ Հիսուս մեզի ընտրեց, այլ հիմնված են ասոնք սիրո եւ ազատ կամքի վրա։ Երբեմն մենք մասամբ կապված ենք որդադունկին հետ։ Մասամբ չարտված է դերմը, մասը միայն։ Բջիջով հաստատված չենք անոր մեջ։ Գերտանք եկեղեցի, գաղոթենք, գնենք ամենը ինչ որ գիտենք, բայց որ ճիշտ է, բայց ներսը չորացած կսկանք։ Հարաբերություն չի գա։ Լճացած, չորացած, քաղճ։ Ուրեմն մենք մեզի չենք կնար ստիպել, որ հաստատուն մնանք Հիսուսի մեջ, ինչպես որ ջուղը չի գնար ինքը իրեն գաբել որդադունգին։ Ջուղը որդադունգեն գել է։ Ոչ թե որդադունգը ջուղեն գել է, ջուղեն որդադունգ չել է, որդադունգեն գել է ջուղը։ Հիսուսի մեջ ինչպես որ այո, Աստված նախ ինքը սիրեց մեզ։ Այն նրա առաջին քայլը, մեր արձագանքը միշտ կպատասխանապային թե նախ Աստված ինչ իրա մեզի համար։ Մենք միայն գնանք արձագանքել։ Ուրեմն խաղողի որդադունգի հյութը նման է Սուրբ Հոգի ներկայությունը մեր կյանքին մեջ։ Մենք ամեն արդու երբ որ աչքից կփանք պետք է աղոթենք Երկնավոր Սուրբ Հոգիով մեզի առաջնորդ է, մեզի Սուրբ Հոգին դուր, որովհետեւ մենք քու գամքի համեմատ ապրենք այսօրվա մեր կյանքը։ Որովհետեւ Սուրբ Հոգին հոսի մեր կյանքին մեջ։ Ուրեմն Սուրբ Հոգին է որ աճը կփերե, գաբահով է որ մենք ծաղկենք եւ գապած մնանք որդադունգին։ Մենք պետք է ամեն օր խնդրենք Սուրբ Հոգին, որ մեզի ասիերի վրա, որովհետեւ լանախ մեր մխիթարիչը Հովան 14:16-18 ուրիշ տեղ ունի կարդալու։ Հա, ինչ որ չի կարդացինք։ Այո։ Խոսեցա, բայց այո, կարդա խնդրեմ։ Ես եմ ճշմարիտ որդը եւ իմ հայրս մշակն է ամեն ջուր բարին վրասկ Ele nu vidi pere, pe gădreza nega, ci pere vidi gădreza nega, nu vor bundu pe pere vidi macreza nega, vor pesi al avele vidi pere. Tu chema macure, can hosco vorțezi hoseria. Imeces checegu yes sermeci, ինչպես ջուրը չի դառնալին դիմեն վidi pere, եթե որդին վրա հատվածվաչլա։ Իմ ասած չեք դառնալ, եթե իմ վրա հատվածվաչլա։ Ես որդին ու դիվերը, անվարին վրա հատվածված է, ես ալանով դանիգա շատ դու վidi pere, վասն դե առանց ինձ բանը չեք դառնալ։ Եթե մեկին վրա հաստատված չէ, անիգաջունի դες քուցը կազմել ու չոցած է, եւ ժողովեն զանիգա ու վրա գնել են վայրի։ Այո։ Իմ մեջս կենան, եւ իմ խոսքերս ալցեր մեջ կենան, ինչ որ ուզեք պիտի խնդրեք ու պիտի լացեզի, ասոք իմ հայրս կարավորվեցավ,
որովհետեւ դուք շատ դուք բերեք իմ աշակերտներս հետ։ Այո, շնորհակալ եմ։ Եվ Սուրբ Հոգին համար կսե որ եթե դուք չարեք, ձեր զավակներուն աղեք ընձանել դալ գիտեք։ Որչափ ավելի ձեր հայրը երեքեն Սուրբ Հոգին պիտի դա անոնց որ իր մեկը խնդրեն։ Ուրեմն Սուրբ Հոգին մենք պետք է խնդրենք եւ Աստված կուտա, քանի Սուրբ Հոգին ալ ինչպես որ Հիսուս թուրը ասանք փանալով չի մտար սինիտ մեջը։ Դու գուզես թուրը կփանաս ինքը կուկա։ Ինչպես հայրը զիս սիրեց, ես ալցես սիրեցի, Իսուրիս մեջ հաստատ կեսեք, եթե իմ բանջարները սպայեք իմ սիրուս մեջ կիյանք, ինչպես ես իմ մորս կարգերները բայեցի և անոր սիրու մեջ կեցեր եմ։ Այս բաները ցեզի խոսեցա, որպես իմ ուրախությունը ստեր մեջ մնա, ձեր ուրախությունը լոմանալա։ Այո։ Ուրեմն պիտի խնդրենք Սուրբ Հոգին, որպես իրեն ուրախությունը նմանալա, եւ ինքը գսե ես ալ հորը պիտի աղաչեմ ու ուրիշ մխիթարիչ մը դա ցեզի, որպեսզի հավիդյան ցեզի հետ փնագի։ Ուրեմն պիտի խնդրենք, որ մխիթարիչը մեզի դա։ Եվ ինչ կնեմ Սուրբ Հոգին մեզի ճշմարտության հոգին, որ այս աշխարհը չի գնալ ընդունել, բազի չի տեսնել զանիգա ու չի ճաշտար զանիգա։ Ասի Հովաննու 14, 16, 17, 18 ամաներն են։ Բայց դուք կճաշտակ զանիգա վազե ցերքով կփնագի ցեր մեջ պիտիալա, ցեզ որբ չեմ թողուր գուքամ ցեզի։ Ուրեմն Հիսուս մեզի միշտ կխոստանա եւ մենք երբ որ գաղութենք կնանք ասել որ դեր ասված դու խոստացար որ Սուրբ Հոգին պիտի մեզի կխնդրեմ աս մխիթարիչը Սուրբ Հոգին ինձի դաս եւ Աստված կուտա։ Հովաննու 15:26 քիչ առաջ քույրը ասավ 14-ներ հա։ Բայց երբ մխիթարի չկա, որ ես հորմեն ձեզի պիտի դղրեմ ճշմարտության հոգին, որ հորմեն գել է, անիգա ինձի համար պիտի վգայ է։ Երբ որ Հիսուսի համար կվգայես, կես Սուրբ Հոգին է քո միջոցով որ կվգայ է։ Եվ հաջորդը, որ շատ կարևոր է Հովաննու 16, 7 եւ 8 համարները, բայց ես ճշմարիտ կսեմ ձեզի, աղեք է ձեզի, եթե ես երթամ, քանզ եթե ես չերթամ, մխիթարի ձեզի չի կար, բայց եթե երթամ, զանիգա ձեզի պիտի դղրգեմ եւ ինք երբ կա աշխարհը պիտի հանդիմանե մեղքի համար եւ արդարության համար ու թադաստանի համար։ Այս երեք բաներուն համար Սուրբ Հոգին մեզի խոսի։ Մեղքի համար, արդարության համար, ինչ է արդարությունը, Սուրբ Հոգին մեզի արդարությունը գցնե եւ թադաստանի համար։ Գիտենք որ ինչու համար մենք կաբրենք քրիստոնյա կյանքը, կայ թադաստան մգա, թադաստանի համար։ Այս երեք համար Սուրբ Հոգին մեզի գարաշնորհ է։ Իսկ երբ ինքը կա ճշմարտության հոգին, ամեն ճշմարտության պիտի առաջնորդե ձեզ, բազի ոչ թե ինքնին մե պիտի խոսի, հաբա ինչ որ լսե, զայն պիտի խոսի ու քալիքներ ձեզի պիտի բատնե։ Ուրեմն Սուրբ Հոգին ճշմարտության հոգին է։ Ինչ բանի որ ճշմարտություն կա, ադի Սուրբ Հոգին կա։ Մնալ Քրիստոսի մեջ վերջացնելու համար պիտի գարտամ Մնալ Քրիստոսի մեջ կնշանակի անընդհատ ընդունել անոր հոգի եւ անվերաբարորեն հանձնվել անոր ծառայությանը։ Հաղորդակցության ուղին պետք է անընդհատ բաց մնա մարդու եւ իր Աստծո միջեւ, ինչպես խաղի ջուղը անընդհատ հյութ կքաշե կենթանի որդադունգեն, այնպես ալ մենք պետք է գարչինք Հիսուսին եւ հավատքով ընդունենք անոր սեփական փնավորության ուժ եւ գադարելությունը։ Էլեովայթյուն թայրու փապակը քիրքեներ։ Ինչպես է չորացած, անչադված, տնգին, միացուլված, մայր որդադունգին, ինչպես այն մասնագից կթանա գենթանի խաղի կյանքին եւ սնուցմանը։ Միայն որդադունգին բադվաստվելով, բադվաստ մնալ գա։ Կդրված ճյուղը, եթե բադվաստ ես որդադունգին վրան, այն ադեն գրնա ինքը նորեն կյանք ստանալ։ Հնարավոր է մոտ հարաբերություն ունենալ Հիսուսի հետ։ Փչի ճար փչի, երակ ար երակ, փոքրիկ ճյուղը ամուր կգարչի կյանք տվը որդադունգեն, մինչև որդադունգի կյանքը կմիացուլվի ճյուղին հետ եւ ճյուղը որդադունգին բես բդուղ գուտա։ Ուրեմն Հիսուս ուրիշ տեղ ասա որ դուք ադեն մը օդարացած էիք, բայց հիմա պատվաստվեցաք կենթանի որդադունգին վրան։ Ասվածտա որ մենք միշտ Տերոջը որդադունգին վրան հաստատ կենանք։ Հաստատ քայլերով առաջ երթանք Սուրբ Հոգիով ներշնչված։ Տեր օրհնե իր խոսքը մինչև հաջորդ հանդիպում։